Վերջին 100-ամյակի համար աննախադեպ քայլի են գնացել Միացյալ Նահանգներում։ Երկրի 47-րդ նախագահը Եվրամիության անդամ երկրների և Չինաստանի նկատմամբ նոր մինչև 54% հասնող մաքսատուրքեր է սահմանել։ Թրամփը պնդում է, որ այս որոշումը պայմանավորված է Միացյալ Նահանգների ֆինանսական դեֆիցիտով։ Մենք հսկայական ֆինանսական դեֆիցիտ ունենք Չինաստանի, Եվրամիության և շատ ուրիշների հետ։ Խնդիրը լուծելու միակ տարբերակը մաքսատուրքերն են, որոնք հիմա տասնյակ միլիարդավոր դոլարներ են բերում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Մինչև Միացյալ Նահանգների ղեկավարը նման բացատրություն է տալիս, ԵՄ-ում են անհանգստացած այս որոշումից։ ԵՄ-ն այս քայլը որակել է պատժամիջոց, իսկ Եվրահանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ հակաքայլեր են ձեռնարկելու իրենց բիզնեսն ու շահերը պաշտպանելու համար, քանի որ կարծում են, որ մաքսատուրքերը կարող են ազդել Եվրոպայի վրա, նպաստելով գնաճի և աշխատատեղերի կորստի։ Եվրամիության երկրներից արտահանումը դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգների ավելի մեծ է, քան ԱՄՆ-ից արտահանումը ԵՄ-ն։ Մոտավորապես տարբերությունը 150 միլիարդ դոլար է, այսինքն եվրոպացիները ավելի շատ արտահանում են, քան ներկրում են ԱՄՆ-ից, իսկ ծառայությունների գծով մոտ 100 միլիարդ ԱՄՆ-ն է ավելի շատ։ Այնուամենայնիվ մոտավորապես 80 միլիարդ տարեկան ավելի գումար է հոսում ԱՄՆ-ից դեպի եվրոպական երկրներ։ Տնտեսական հարցեր լուծելուց բացի, ըստ մասնագետի, Թրամփը նաև աշխարհաքաղաքական խնդիր է լուծում։ Աշխարհում տեղի ունենում նաև ռազմաքաղաքական հարաբերությունների վերանայում, ազդեցության գոտիների վերաբաժանում, ուստի ըստ քաղաքագետի անխուսափելի են Թրամփի նմանօրինակ որոշումները։ Թրամփի համար արդեն հարցը կարող է առնչվել նաև ներքաղաքական հարաբերություններին, այսինքն ներքաղաքական դիրքերին, իշխանական դիրքերին հաշվի առնելով այն թեժ մրցակցությունը, որոնք կասկած առկա է Միացյալ Նահանգներում այդ իմաստով։ ԱՄՆ նոր մաքսատուրքերը կարող են ստեղծել նաև գլոբալ խնդիրներ, բարձրացնելով մատակարարվող հիմնական ապրանքների արժեքները։ Նման մտահոգություն են հայտնել ամերիկացի մասնագետները։ Ըստ նրանց, դրանք կարող են կտրուկ վերակողմնորոշել միջազգային առևտրի հոսքը։ Նրանք փորձում են մաքսատուրքերով, բարձր մաքսատուրքերով կամ նոր մաքսատուրքերով, որ մինչև այդ չի եղել, պաշտպանել տեղական արտադրությանը։ Բարձր մաքսատուրքերի պայմաններում ստացվում ներկրվող ապրանքները ավելի թանկ է, քան տեղում արտադրվող ապրանքները եւ կվաճառվի օրինակ տեղական արտադրանքը։ Տնտեսական պատերազմը, որը սկսել են Պեկինն ու Վաշինգտոնը, լուրջ հետևանքներ են ունենալու աշխարհի վրա, կարծում են զրուցակիցներս։ Միաժամանակ նշում են, որ ԱՄՆ-ն ավելի ուշ շահող է դուրս գալու, զարգացնելով ներքին արտադրանքը։ ԱՄՆ ներքին խնդիրներ, որ փորձում է լուծել Թրամփը, դա ամերիկյան տնտեսության կառուցվածքի եւ բնույթի վերափոխումն է, որովհետեւ այդ տնտեսությունը մեծ հաշվով հիմնված լինելով, այսպես ասած, գլոբալիստական համակարգի վրա եւ խոշոր հաշվով սնուցվելով արտաքին միջավայրերից, իր ներքին կենսունակությունը բավականին կորցրել էր եւ հիմա Թրամփը փորձում է արտաքին ներդրումներից այդ մաքսատուրքերը բարձրացնելով փորձում է հասնել նրան, որպեսզի բարձրանա ԱՄՆ տնտեսության ներքին դիմադրունակությունը։ Թրամփի մտերիմներից Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկն էլ հանդես է եկել ԵՄ-ի համար մաքսատուրքերն առհասարակ վերացնելու օգտին։ Մաքսատուրքերի պատերազմը նաև Եվրամիությանը հարաբերությունների նոր պայմաններ թելադրելու միջոց է։ Եվ Մասկը, երբ խոսում է զրոյական մաքսատուրքերի մասին, նա արտահայտում է, այսպես ասած, տեսլական ինչ-որ գլոբալ նպատակ, բայց ամբողջ հարցն այն է, որ գլոբալ նպատակին հասնելու ճանապարհին թե Եվրամիությունը, թե ԱՄՆ ունեն բնականաբար իրենց պայմանները։ ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել նաև ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի նկատմամբ, բայց մասնագետներն ասում են, անհանգստանալու ոչինչ չկա։ ԵԱՏՄ անդամ երկրների վրա այն նվազագույն ազդեցություն կունենա։ Սդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։